Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ ես կզրուցեմ եմ Հարևան Վրաստանում կատարվող քաղաքական իրադարձություններից, որոնք բավականին հետաքրքիր են, օրինակ այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան հրաժարական է տվել, դրանից ժամեր անց կամ րոպեներ անց հրաժարական տվեց արտգործնախարարը Փանջիկից են եւ Վրաստանի խորհրդարանում ընդհանրապես պետական համակարգում կարծես թե սկսվում է ճգնաժամ, նաեւ ճգնաժամ է ներքաղաքական ասպարեզում Թաթուլ բարև ինչ է կատարվում Վրաստանում կարծես այսպես հարաբերական անդորից հետո ամպրոպ երկնքում, հա, այդպես կարելի է բնութագրել։ Այդպես կարելի եւ չի կարելի, մի փոքր ճշտում մտցնեմ դերենիկ, միանգամայն շատ ճիշտ նկատեցիր, որ սա քաղաքական process է, ավելին կասեմ, ավելին քան քաղաքական process է եւ առողջ process է, ուղղակի նշեմ, որ Ալասանյան հրաժարական չի տվել, այլ վարչապետ Ղարիբաշվիլին նրան ազատել է պաշտոնից, որին հետևել է նրա գործընկերների հրաժարականների դիմումները, մասնավորապես արտգործնախարար Մայա Փանջիկիցից բացի հրաժարականն է տվել նաև եվրոինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին։ Տեսեք, այս ամեն ինչը մեկ օրում չեղավ, այս ամեն ինչը եփվում էր, խնդրեմ էր առաջացել իշխող քաղաքական թիմի ներսում, մասնավորապես նախագահ Մարգվելաշվիլին վերջերս վետոյի ենթարկեց խորհրդարանում ընդունված այն օրենքը, որը ընդունել էր հենց մեծամասնությունը։ Բայց այս ամբողջ process-ը հասկանալու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ քաղաքական ինչ հարաբերակցություն կա Վրաստանի խորհրդարանում։ Գիտենք, որ տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություններ եւ այդ փոփոխություններից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ 12 թվականի աշնանը եւ այդ ընտրություններում Միխայել Սահակաշվիլին պարտություն կրեց եւ իշխանության եկավ վրացական երազանքը, նա իշխանության եկավ մի քանի այլ կուսակցությունների հետ Դաշինքով եւ ահա այսօրվա 150 հոգանոց խորհրդարանում այս Դաշինքը վրացական երազանքը ուներ 83 падգամավոր, որոնցից 10-ը ազատ դեմոկրատներն են, այսինքն Ալասանյայի կուսակցությունն է, 9-ը եւ 6-ական ներկայացնում են այլ խմբավորումներ, դրանց մեջ են ինդուստրիալիստները, դրանց մեջ են հանրապետականները եւ 2 կուսակցություններ։ Այսինքն այսօր եթե Ալասանյան դուրս է գալիս կառավարությունից, ապա Վրաստանի խորհրդարանում վրացական երազանքը այլևս չի ունենում պարզ մեծամասնություն եւ սա արդեն խնդրեմ է հաշվի առնելով որ նաեւ այստեղ կան 16 բավականին անկախ падգամավորներ, որոնցից առնվազն 10-ը հաստատ անկախ են։ Այն 6-ը մի քիչ իշխանությունների հետ, այսպես ասեմ, համագործակցում են, բայց այդ 10-ը ակնհայտորեն իշխանությունների հետ ֆորմալ առումով վրացական երազանքը պարլամենտում կարող է զրկվել դերևս չէ, կարող է զրկվել մեծամասնությունից։ Կարող է զրկվել մեծամասնությունից, հատկապես հաշվի առնելով, որ թե ինչ կուսակցությունների հետ է Դաշինք կազմել։ Օրինակներ ես կարող եմ տալ, ասենք, հանրապետական կուսակցությունը Վրաստանի, որը այսօր իշխանության մեջ է, երկար պատմություն ունի ընդդիմադիր լինելու եւ օրինակ ես անձամբ ճանաչելով այդ կուսակցության մի քանի առաջնորդների ես վստահորեն կարող եմ ասել, որ այս մարդիկ իրոք քաղաքական գործիչներ են, ի տարբերություն շատ դեպքերում Հայաստանի, նայեք, Հայաստանում ինչ է տեղի ունենում, այսպես միանգամից զուգահեռ անցկացնենք դերենիկ, Հայաստանում դու կարող ես լինել, ասենք, ՀՀՇ-ական, իշխանություն փոխվի, դու դառնաս հանրապետական Եվ այսպես է տեղի ունեցել, օրինակ Սերժ Սարգսյանի էվոլյուցիան այսպես է եղել, Տիգրան Սարգսյանի էվոլյուցիան այսպես է եղել։ Հիմա Վրաստանում դա չի տեղի ունենում, Վրաստանում հիմնականում թիմը հեռանում է, արժանապատվորեն հեռանում է։ Օրինակը տամ, Ալասանյան հեռացավ, ուներ նաև 4 նախարար կառավարության մեջ, 2-ը հրաժարական են տվել, ինչպես նշեցի Ալեքսի Պետրիաշվիլին եւ Մայա Փանջիկիցին հրաժարական են տվել եւ սպասում են թե Ցուլուկյանին հրաժարական կտա, թե ոչ, որը արդարադատության նախարարն է, նաև հրաժարական են տվել արտգործնախարարի բոլոր 4 տեղակալները, հասկանում եք, Հայաստանում նման բան դուք սպասում ես, ես ուրիշ բան կարող եմ ասել, Հայաստանում եթե վաղը իշխանության գան, ասենք,
ասենք, չգիտեմ, սեռական կողմնորոշում ունեցող, ասենք որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ես կասկած չունեմ, որ իշխող կուսակցության անդամները կասեն, գիտեք ինչ կա, մենք էլ ենք այդ կողմնորոշման ուղղակի թաքցրել ենք, որտեղ Հայաստանում համապատասխան։ Ես ուզում եմ այս մի քիչ գռեհիկ օրինակով ցույց տալ, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը Հայաստանում տեղի է ունենում, այսպես եմ, առնետավազք, Վրաստանում տեղի է ունենում դաժան պայքար, բայց քաղաքական պայքար, որը վերջի վերջո իմ համոզմամբ Վրաստանը տանելու է լավ տեղ։ Թաթուլ, այստեղ մեկ նկատառում չհամաձայնում եմ Հայաստան-Վրաստան այդ մենք տեսել ենք այդպիսի բան Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ նա հեռացավ թիմով, ճիշտ է, մնացին մարդիկ, ովքեր ադապտացվեցին իրավիճակին, բայց այդ դեպքում այն ժամանակ դեռ խոսում էին այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ թիմով։ Այսինքն մենք տեսել ենք այդ ամեն ինչը։ Համաձայն եմ, անշուշտ։ Բայց հասանք այստեղ։ Համաձայն եմ, իհարկե այն ժամանակ այո, նրա թիմը, մասնավորապես նրա արտգործնախարարը, քաղաքապետը եւս կարևոր պաշտոններ հրաժարական տվեցին։ Թաթուլ, լավ, վերադառնանք Վրաստան։ Հիմա ինչ է սպասվում Վրաստանին։ Ասում ենք, հա, լավ տեղ է գնում, բայց օրինակ ես Facebook սոցիալական ցանցի միջոցով հետևում եմ Վրաստանը բնակ հայերի, այնտեղ գտնվող հայերի գրառումներին, որոնք անընդհատ նշում են, որ Վրաստանում իրավիճակ ավելի է վատթարացել Սաակաշվիլու գնալուց հետո, կարծես թե վերադառնում են նախասաակաշվիլյան ժամանակաշրջան, տնտեսական առումով այդքան էլ չեն փայլում։ Այդ ամենը ճիշտ է։ Այդ ամենը ճիշտ է, բայց մի մեծ բայց կա։ Եթե դու ընդունում ես, որ ընտրությունների արդյունքում պետք է տեղի ունենա իշխանափոխությունը, ապա դու պիտի պատրաստ լինես, որ քո օրինակ վարչապետը կարող է լինել, ինչ ասեմ, ոչ խելացի մարդ։ Այսինքն դու պիտի ընդունես, որ ընտրությունների արդյունքները դու պիտի ընդունես, դու չպիտի ասես բավորես մեկը իշխանության գա։ Ընտրությունները հենց դրա համար են, այ Վրաստանում տեղի ունեցավ հենց դա։ Ես մի քիչ ուզում եմ ավելի հարցդ քո ընդլայնեմ դերին եւ ասեմ հետեւյալը. ակնհայտ է, որ այնինչ ուզում էր անել Միխայել Սաակաշվիլին 2010-11 թվականներին, այսինքն փոխել սահմանադրություն եւ սահմանադրական փոփոխություններից հետո մնալ վարչապետի պաշտոնում, այդ երկսայրի սույրը հարվածեց նրան եւ նա այսօր հեռացել է քաղաքականությունից, բայց կարող է վերադառնալ։ Եթե այսպես շարունակվի, եթե քաղաքական process-ը մնա քաղաքական process։ Նույնը ուզում է անել Սերժ Սարգսյանը։ Այստեղ էլ կա վտանգներ։ Հիմա ես չեմ ուզում սխալ ընկալվի։ Քաղաքական մթնոլորտ էր, այստեղ արդեն ապա քաղաքական մթնոլորտ։ Բան չունեմ ասելու, բայց մյուս կողմից երկարատև կտրվածքով բնականաբար որևիցե ձևով կասկածի տակ չդնելով, որ իրոք Սերժ Սարգսյանը ուզում է վերարտադրել կամ վերարտադրվել իր անունով կամ այլ անունով, բայց մյուս կողմից այս սահմանադրական փոփոխությունները, որոնք տանում են պարլամենտարիզմի իրականում, որոնք տանելու են խորհրդարանական կառավարման, իրոք դա կարող է ինչ որ իմաստով նաև փրկություն լինել Հայաստանի համար, բայց կրկնում եմ, այս խոսքերով ես որևիցե ձևով չեմ պաշտպանում այն քայլերը, որ արվում է հատուկ մեկ մարդու համար։ Սա էր իմ ասածը։ Չէ, բավականին դժվար է իրոք ակնկալել, որ այս ապա քաղաքական մթնոլորտում Սերժ Սարգսյանին այսպես չի հաջողվի կեղծել ընտրությունները, եթե գնան այս համանadrական փոփոխություններին, ամեն դեպքում դա հայկական արդեն քաղաքական քննարկման թեմա է։ Հիմա Թաթուլ, Վրաստանում ինչ որ արձագանքներ կան, որ աճել է Սաակաշվիլու վարքանիշը, չնայած նրա նկատմամբ քրեական հետապնդումներ կան եւ այլն։ Սաակաշվիլու վերադարձը որքան է հավանական։ Նայեք, իհարկե Սաակաշվիլու վերադարձողների ցանկությունը օրը օրին ավելանալու է, ասեմ ինչ պատճառով, որովհետև քաղաքականությունը պատկառելի թիվ ունի 56 падգամավոր խորհրդարան, բավականին պատկառելի թիվ ունի եւ ունի բավականին կուր քաղաքական թիմ, որը իդեպ ասեմ ենթարկվում է տարատեսակ ճնշումների եւ իդեպ ասեմ արևմուտքը այդ ճնշումների վրա բավականին, այսպես ասեմ, հանդուրժող է վերաբերում, որպեսզի հանկարծ Վրաստանին ձեռքից բաց չթողնի եւ
հանկարծ Վրաստանը չգնա դեպի Ռուսաստանի ափ, բայց մյուս կողմից եթե մենք հետևում ենք, երբ որ հետևում ենք մոտիկից իրադարձություններին, ահա որ ճնշումների է ենթարկվում այն կուսակցությունը, որը ժամանակին լավ էլ ճնշում էր մյուս կուսակցություններին։ Նրա վերադարձի հարցին չեմ կարող պատասխանել, բայց ակնհայտորեն տեղի ունենում հետևյալ process-ը, այսինքն 1-1.5-2 տարի վրացական երազանքը միայն խոստումներ է տալիս եւ այդ խոստումները բավարար չեն եւ գալիս է մի պահ, որ վրաց հասարակությունը այլևս չես կարող դուք լավ մի քրեական գործ բացեցիր նախագահի նկատմամբ, պաշտպանության նախարարին, չգիտեմ, 7 տարի բանտարկեցիր, այլ նախարարների ձերբակալեցիր, մյուսները փախան երկրից։ Ի վերջո ժողովուրդը հարցնում է, ժողովուրդը ուտելա չէ նաեւ ուզում եւ այս պայմաններում, երբ որ տնտեսական վիճակն էլ վատանում է, բնականաբար Սաակաշվիլի կուսակցության վարկանիշը ավելանում է։ Ես ավելին ասեմ, ես նշեցի, որ լրջագույն խնդրեմ կա նախագահի, որը իշխանության է բերվել վրացական երազանքի միջոցով եւ նույն այդ Ղարիբաշվիլու, այսինքն վարչապետի միջև եւ այս հակասություններից բավականին օգտվում է նաեւ ընդդիմությունը եւ Վրաստանում մեկ աննորմալ իրավիճակ կա այնուամենայնիվ, որը իմ կարծիքով արդեն ապաքաղաքական է, դա այն է, երբ որ երկրի ամենահարուստ մարդը եւ երկիրը փաստորեն ինչ որ իմաստով, այսպես ասեմ, հետնաբեմից կառավարող մարդը որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Սա իհարկե արդեն աբսուրդ է։ Դե կարծես չէ խառնվում։ Այս վիճակը չէ, այդպես չի որ չի խառնվում, լավ էլ խառնվում է եւ բավականին, այսինքն այն գործողությունները, որ կատարում է Ղարիբաշվիլին, այսինքն ընդամենը 31-32-ամյա անփորձ այդ երիտասարդը ակնհայտորեն ամեն ինչ ուղղորդվում է հենց հետնաբեմից եւ այդ ուղղորդողը աշխարհի ամենահարուստ վրացին է, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է։ Բայց տեսնենք թե այս ամենը ինչի կարող է տանել։ Մեկ բան եւս ավելացնեմ, հիմա վրացական իշխանությունները շանտաժի են ենթարկում այս ազատ դեմոկրատները այն կուսակցությունն է, որը գլխավորում է Ալասանյան եւ Ղարիբաշվիլին քիչ առաջ հայտարարեց, որ ակնկալելով կամ վախ ունենալով, որ այդ 10 պատգամավորները կհեռանան իշխող կուսակցությունից, ասեց, որ դուք ընտրություն եք կատարում պետականության եւ մեկ մարդու, այսինքն Ալասանյանի միջև ակնհայտ շանտաժ է, որի միջոցով փորձում է այդ 10 պատգամավորներին հեռու պահել, որպեսզի նրանք հեռանան։ Բայց ինքնին կրկնում եմ, process-ը շատ հետաքրքրական է, հաշվի առնելով մանավանդ, որ Վրաստանի ներքաղաքական կայունությունն ու Վրաստանի բարեկեցությունը գրեթե այնքան կարևոր է Հայաստանի համար, ինչքան որ Հայաստանի ներքին կայունությունը, ներքին իրավիճակն ու Հայաստանի բարեկեցությունը։ Շնորհակալություն Թաթուլ, մենք կհետևենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ակնկալում ենք, որ ինչպես նշեց Թաթուլը, այնտեղ կլինի կայունություն։ Ամեն դեպքում կարծում եմ օրինակելի է, որ այնտեղ կա քաղաքական process։ Շնորհակալություն, մնացեք Civilnet-ի հետ։